Հիմա արի հասկանանք, թե որն է пассив եկամուտը ու ինչ էֆեկտ կարող է ունենալ քո կյանքի որակի վրա։ Նախ հասկանանք, թե ոնց են դասակարգում, հա, ակտիվ եկամուտը ամենատենց տարածված օրինակը դա աշխատավարձն է, այսինքն ինչ ես անում, դու քո ժամանակը վաճառում ես, դիմացը ստանում ես որոշակի գումար, հենց դադարում ես աշխատել, այդ եկամուտը չես ստանում։ Բիզնեսն էլ է ակտիվ եկամուտ։ Բիզնեսը շատ վիճելի է, բիզնեսը կախված է, թե ինքը զարգացման որ փուլում է։ Եթե քո բիզնեսի լոգիկան այնա, որ դու ամեն օր գնում ես գործի, առանց քեզ ինքը եկամուտ չի ստեղծում, եւ դու ոնց որ, չգիտեմ, առանց քեզ ինքը չի կարող եկամուտ լինել, դու ըստ էության գնում ես աշխատանքի, ուղղակի քո եկամուտի մի մասը ստանում ես աշխատավարձի տեսքով, մի մասը դիվիդենդի տեսքով, բայց հենց չաշխատեցիր, այդ բիզնեսը չի աշխատի։ Մյուս կողմից, եթե դու ունես մեծ բիզնես, որտեղ օրինակ կարող ես ինչ-որ մեկին տնօրեն նշանակել, դու գնալ օրինակ այլ երկրում սովորել կամ հանգստանալ, ինքը աշխատում է, այդ դեպքում բիզնեսից ստացված քո եկամուտները դա пассив եկամուտներ են։ Նախորդ էպիզոդում շատ տենց քննարկում ենք, որ пассив եկամուտը լավ բան է, բայց ինքը դժվար է ստեղծել։ Եթե չստացի ժառանգություն, ապա ինքնուրույն ստեղծել իրականում բավականին բարդ է, բայց կա շատ բարձ ալգորիթմ։ Այդ ինչն է, որ դու քո ակտիվ եկամուտը, այսինքն քո աշխատավարձից մի մասը խնայում ես, ներդնում ես, ստացված եկամուտը նորից վերաներդնում ես ու ստեղծում ես կապիտալ, այսինքն մեր կենցաղում ասում են ինչ-որ գումար ես հետ գցում, հետո այդ գումարը նորից ներդնելով ստեղծում ես տարբեր տեսակի пассив եկամուտներ։ Ամենապոպուլյարը միջև վերջի տարիները դա ինչ-որ չգիտեմ, անշարժ գույք գնել, վարձով տալներ, հա, երբ որ դու վարձով ես տալիս, դու ամեն օր չես գնում ինչ-որ աշխատանք անում, մաքսիմում, չգիտեմ, ամիսը մեկ անգամ այդ վարձն ես վերցնում կամ ինչ-որ, չգիտեմ, խնդիրներ առաջանում, փորձում ես այդ խնդիրները լուծել կամ նոր վարձակալ գտնել, ոնց որ այդքանով ավարտվում է քո ամիջակը մասնակցությունը այդ եկամուտ ստեղծելու։ Այսինքն փող, որը գալիս է առանց քո ակտիվ մասնակցության։ Վերջի տարիներին пассив եկամուտները մի քիչ ավելի զանազան են դարձել, նախ երևի չգիտեմ մի 10-15 տարի առաջ նորից մեր բնակչությունը բանկերի նկատմամբ վերականգնեց վստահությունը ու սկսեցին այդ ավանդներ ներդնել, հատկապես մեր ավակ սերունդը բան ուներ, կոմպլեքս ուներ եւ վախ ուներ, որտեվ ժամանակին ավանդները կորել էին ու իրանց չգիտեմ ամբողջ խնայողությունները զրոյացել էր կամ չգիտեմ համերաթե զրոյացել էր, բայց այդ տենդենսը եղավ եւ բանկում ավանդ դնելը նորից пассив եկամուտ է, որովհետեւ դու քո գումարը դնում ես ու օրական կամ չգիտեմ ամսական ինչ որ եկամուտ ես ստանում։ Հետո ակտիվացավ մեր բորսան ու եթե չեմ սխալվում, առաջի տենց գործիքը, որը շատ ակտուալ էր, դա պետական պարտատոմսերն են, երբ որ դու պետությանը պարտքով գումար էր տալիս ու դիմացը ստանում էր որոշակի տոկոսներ։ Հետո մասնավոր ընկերություններ սկսեցին թողարկել իրանց պարտատոմսերը, այսինքն դու տարբեր ընկերություններին էր պարտքով գումար տալիս եւ դիմացը ստանում էր տոկոսներ, եւ վերջի 3-4 տարում իհարկե ոչ այն հաճախականությամբ ինչ որ կուզենք, բայց որոշակի ընկերություններ դարձան հանրային ու սկսեցին իրանց բաժնետոմսերը թողարկել ու դուք հնարավորություն ստացար ձեռք բերել դրանք։ Ընդ որում բաժնետոմսերի դեպքում դու ունենում ես երկու տեսակի пассив եկամուտ, մեկը այնա, որ այդ ընկերությունը ինչ-որ գումար է աշխատում ու բոլոր փայատերերին դիվիդենդ է բաժանում ու ինչ-որ մի կտոր քեզ է հասնում, եւ երկրորդը այդ ընկերությունը մեծանում է, ավելի շահութաբեր է դառնում կամ ակտիվների կառուցվածքն է փոխում, ինչ-որ շահույթներ է կուտակում, քո բաժնետոմսի գինն է թանկանում ու դու կարաս վաճառես, դրանից ստանաս եկամուտ։ Ասենք չգիտեմ, օրինակ ինչ-որ ընկերության բաժնետոմսը գնաս 200 դրամով, հետո ինքը հասնում է 300 դրամի, վաճառում ես 100 դրամ մեկ բաժնետոմսից եկամուտ ես ունենում։ Հիմա հասկանանք, թե ակտիվ եկամուտներն են ավելի տենց շատ հարկվում, թե пассив եկամուտները։ Ուրեմն ակտիվի ամենավառ օրինակը, ոնց որ ասենք, դա աշխատավարձն է, աշխատավարձը մեր մոտ հարկվում է 20% եկամտային հարկով, բացի դրանից կա սոցիալական վճարներ 5-ից 10% կախված քո աշխատավարձից եւ կա դրոշմանիշային վճար, հիմա այս պայդրությամբ կամ 1000 դրամ կամ 15000 դրամ աշխատավարձի չափից կախված։ Իսկ пассив եկամուտները բես սկսենք ամենապարզերից, հա, եթե դու ունես ընկերություն ու որպես շահույթ ստացել, այդ շահույթից ինչ որ գումար ես ստանում, ինքը հարկվում է 5%-ով։
ընդ որում այդտեղ դեռ կա մեխանիզմ, որ դու կարաս cashback անես այդ վճարված հարկը, բայց դրա մասին հաջորդ դասին։ Մյուսը դա վարձակալությունն է, օրինակ չգիտեմ, բնակարան ենք գնել եւ այդ բնակարանը վարձով ենք տալիս, դե նախկինում ոչ ոք այդ հարկը չէր վճարում, հետո տեղի ունեցավ որոշակի հարկային ռեֆորմներ, որ դու հիմա պետք է հարկային ծանուցես նախապես, հետո էլ եկամուտների տարեկան հայտարարման ժամանակ ցույց տաս ու դրա հարկը առաջացնես, որոշակի շուկան կարգավորվել է, ու ինչքան գիտեմ, բավականին մեծ քանակությամբ բնակարաններ սկսել են այդ հարկը վճարել։ Ինքը 10% է։ Իսկ 2 անգամ ավելի քիչ, առնվազն 2 անգամ, քան ակտիվ եկամտի տեսակ աշխատավարձն է։ Հաջորդ տեսակը դա բանկի ավանդն է, երբ որ դու բանկում ավանդ ես դրել, նույնիսկ չգիտեմ, եթե փորձի համար թեկուզ $100 դրել ես, կտեսնես, որ ստացած տոկոսը մի հատ հաշվին մուտք է լինում, հետո իր 10%-ի չափով բանկը անմիջապես ելք է անում, դա քո հարկն է, որը բանկը քեզանից հետ է պահում ու վճարում է պետությանը։ Այստեղ մի հատ թյուրիմացություն կա, որ 10%-ը ավանդը 10%-ը 10%-ը հարկվում է, ինչի մոքուտը զրոյա չէ, հարկվում այն 10%-ի 10%-ը, պայմանական դրել ենք $1000 1 տարով 10%-ով, $100 ստանում ենք %-ային եկամուտ, այդ $100-ը 10%-ը, այսինքն $10 բանկը անմիջապես հետ է պահում ու վճարում է պետությանը քո փոխարեն։ 90-ը մնում է քեզ։ 90-ը մնում է քեզ։ Բայց կա դրա այլընտրանքային տարբերակը, երբ որ դու գնում ես պարտատոմսեր, այդ ժամանակ կամ բաժնետոմսեր։ Պարտատոմսը ստեյության ինչա, որ դու նորից պարտքով գումար ես տալիս, ստանում ես տոկոս, բայց ինքը այս պահին գործող կարգավորումներով չի հարկվում, եթե գնում ես ֆոնդային բորսայից, որոշակի ժամանակահատվածում, եթե չեմ սխալվում, մինչև 27 թվականի դեկտեմբերի 31-ը այդ ստացված տոկոսները չեն հարկվում։ Խոսքը դրամային արժեթղթերի մասին է։ Ինքը կարգավորվում է հարկային օրենսգրքի 140-րդ հոդվածով, ու այնտեղ տոնց ավելի մանրամասն գրած է, թե որ ժամանակահատվածում թողարկված ինչ պայմաններում պետք է բավարարի, որպեսզի չհարկվի։ Իսկ պետական պարտատոմսերը ընդհանրապես անկախ որևէ սահմանափակման չեն հարկվում եկամտային հարկով։ Ու կա նաև այն դիվիդենդը, որ ասացի, որ մենք ընկերությունից ստանում ենք ու 5%-ով հարկվում ենք, եթե ֆոնդային բորսայում ձեռք ենք բերել որևէ ընկերության բաժնետոմս, այսինքն փայ ենք գնել, ու մեծ դիվիդենդ է հայտարարվում, նորից մինչև 27 թվականի դեկտեմբերի 31-ը այդ դիվիդենդը այդ 5%-ով չի հարկվում։ Իմ կարծիքով մեծ հավանականությամբ այդ կարող է այդ օրենքի արտոնությունը հետագայում երկարաձգվի, որովհետև ինքը խրախուսում է կապիտալի շուկայի ակտիվացումը ու ենթադրում եմ, որ բավականին պոզիտիվ ազդեցություն է ունեցել ու պետքա որ հիմնավոր լինի այդ արտոնությունը երկարաձգել։ Այո, որովհետև մենք սպասում ենք մեր կապիտալի շուկայի կայացմանը, բայց դա դեռ այսպես այդ փուլը չի ավարտվել։ Ինքը դանդաղ է, հետո բանկա, այդտեղ ցիկլեր կա, որ պետքա որոշ մարդիկ ներդրում անեն, մի քանի տարի անցնի, տեսնեն, որ իրենց միջին եկամտաբերությունը բավականին բարձր է, օրինակ ավելի բարձր է, քան բանկում ավանդ դնել կամ, չգիտեմ, օրինակ անշարժ գույք ձեռք բերել, այդ փորձառությունը պետքա կուտակվի ու հետո քիչ-քիչ ոնց որ այն որ բարի նախանձով նայեն հարևաններ ընկերները, իրանք է որոշեն ոնց որ այդտեղ ներդրում անել կամ առնվազն իրանց пассив եկամուտները դիվերսիֆիկացնեն, ինչ որ մի մասը պահեն անշարժ գույքում, մի մասը, չգիտեմ, բանկային դեպոզիտում, մի մասը գնեն բաժնետոմսեր կամ պարտատոմսեր։ Ինչ շատ են հարցնում, ինչքան հարկ պետք է վճարել, երբ բաժնետոմսեր ենք ձեռք բերում դրսից, հա, օրինակ Nvidia-ի ամերիկյան ընկերության բաժնետոմս եմ ձեռք բերել ամերիկյան բորսայից, ես ինչ հարկ պետք է վճարեմ։ Նայ, դու պայմանական գնել ես $250, ինքը դարել է 350, վաճառել ես $100 եկամուտ ես ունեցել, կոչվում է կապիտալի հավելաճ, ու դա capital gain։ Այո, ու դա Հայաստանում այս բան չի հարկվում։ Իսկ այնտեղ չի հարկվում Այնտեղ ԱՄՆ-ում, եթե չեմ սխալվում, չի հարկվում, որովհետև դու կարող ես քո բրոկերի բանկա ֆորմա կա W գծիկ 8 թե ինչ տենց ֆորմա կա, գրում ես, որ դու ռեզիդենտ չես ու ոնց որ այդ կտորով նորից չես հարկվում։ Իսկ եթե դիվիդենդ եմ ստանում, դիվիդենդը նորից, օրինակ ես մի անգամ մոռացել եմ այդ ֆորման լրացնել ու վիզայից ստացել եմ $1.2 դիվիդենդ, հետո դրանից հարկ պահեցին, տենց իրականում մեծ գումար չէր, դրա համար տենց սրտից դար չի, բայց այդ ֆորման որ լրացնել, ոնց որ էլի բան այդ հարկը չէի վճարի, հետո լրացրեցի,
ու հաջորդ անգամ այդ $1-2 մաքուր ստացա։ Հայաստանում էլ չի հարկվում դա։ Հայաստանում է չարկում։ Եվ հիմա ո՞նց է նպաստում пассив եկամուտը։ Պասիվ եկամուտը ինքը քեզ տալիս է որոշակի հանգստություն, որ օրինակ չգիտեմ, եթե ունենաս առողջական խնդիրներ կամ չգիտեմ, որոշես չաշխատել կամ ինչ-որ աղետ տեղի ունենա եւ ֆիզիկապես չկարողանաս աշխատել, դու ունենում ես այլընտրանքային եկամուտ, որը պետքա որ թույլ տա քեզ, չգիտեմ, կամ լավ ապրել կամ առնվազն գոյատևել, հա։ Ինչքան մեծ է քո пассив եկամուտը, այդքան քո ֆինանսական վիճակը ավելի լավ է։ Հա, ու ինչպես այսօր բարձեցինք, пассив եկամուտը նաև ավելի քիչ հարկ ենք վճարում, քան ակտիվ եկամուտի դիմաց ենք վճարում։